Բարդ եմ որ հայ եմ, բարդ եմ որ հայ եմ ծնվել։ Ինձ համար Աստծո բարգև շնորհակալ եմ Աստծո։ Վերջին ժողովուրդը բրգլա աշխարհի վրա հայը դիլա։ Սա մեզ բացառիկ տեսք է տալիս, բացառիկ արժեք է տալիս։ Հայու տեսակ Գագիկ Գինոսյանի հեղինակային հաղորդումը միայն լրատվական ռադիոյի եթերում։ Բարի օր ձեր ռադիո ընդունիչ FM 106.5 հաճախության վրա լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում Հայու տեսակ հաղորդաշարը, այս տարվա առաջին թողարկումն է։ Լրատվական ռադիոյի տաղավարից ձեզ ողջունում են Հայկո Հիմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ Գագիկ Գինոսյանը։ Բարև ձեզ։ Հարգելի ունկնդիրներ, այսօր կխոսենք տարվա տեսլականի մասին, պարոն Գինոսյանի տեսլականի մասին։ Ես կուզեի խոսել ավելի շատ հայու տեսակի տարեկան տեսլականի մասին, թե ինչ անելիք ունի հայու տեսակը եւ ինչպիսին պիտի լինի հայու տեսակը 2015 թվականին եւ ինչեր են սպասվում մեզ եւ ինչ անելիքներ ունենք ընդհանրապես ազգովի։ Այս տեսանկյունից կարծում եմ, որ ամենամեծ առաքելությունը, որ կա այս տարվա մեջ, ինձ համար ամենակարևորագույն խնդիրներից մեկը հայ ազնվականության, հոգևոր ազնվականության դասի վերականգնումն է եւ հայ մարդուն հայ լինելու հպարտության վերադարձ։ Այս տեսանկյունից պետք է ամեն ինչ անել, որ հայ մարդը դառնա ինքնաճանաչ եւ երեք ինքնաբանաձևերը, որ պաստիս պիտի ժողովրդի մեջ տարածվի, դա նախ եւ առաջ լինել ինքնաճանաչ, դրանից բխող դառնալ ինքնահարկ եւ ինքնահարկ դարձած մարդը ինքնըստինքյան ձգտում է ինքնիշխանության։ Դա վերաբերում է նաև ազգերին։ Այսինքն ինքնաճանաչ, ինքնահարկ եւ ինքնիշխան։ Եվ քանի դեռ մենք մեզ չենք հարգում այն աստիճանի, որ մեր հայրենիքին վերաբերվում ենք շատ վերապահումներով եւ հաճախ հնչող այն մտքերը, դե այս երկիրը այն երկիրը չէ եւ հեռացող մարդկանց իրենց հեռանալու արդարացումներ որպես հնչող նաև վիրավորանքը մեր երկրի նկատմամբ, վիրավորական խոսքերը մեր երկրի նկատմամբ, կարծում եմ պիտի որ մենք կարողանանք հասկանալ, որ դա ընդամենը անինքնաճանաչ մարդկանց եւ տկար մարդկանց մոտեցում է։ Իսկ մարդիկ, որոնք իրականում կարողանում են տկնել եւ ինքնաճանաչ դառնալ, կամք ունեն ինքնաճանաչ դառնալու եւ ոգի ունեն ինքն իրեն ճանաչելուց զատ նաեւ դառնալու ինքնահարկ, այդ մարդիկ երբևէ ոչ բողոքում են, ոչ հեռանում են հայրենիքից, հասկանալով, որ բոլոր խնդիրները հայրենիքի նաև իր խնդիրներն են։ Պարոն Գինոսյան, 100-ամյակն է այս տարի, երևի մեր թե մտավոր, թե քաղաքական ամբողջ էլիտան կենտրոնացած է այն հարցի վրա, թե ինչպես ավելի արդյունավետ հարցը բարձրացնի, բայց կարծես տոնակատարության է վերածվել 100-ամյակը, այսինքն համերգների շարք, միջոցառումներ, գրքեր, արդյոք սա այն 100-ամյակներ, որը դուք եք տեսնում, այսինքն արդյոք սա այդ ձեր նշած արարատյան քաղաքացու, արարատյան պետության պահվածք է։ Ես կասեի նույնիսկ ոչ թե համերգի, համերգը դեռ մի քիչ լավ խոսք է, նաև տոնակատարությունը լավ խոսք է, ավելի շատ համեմատներ է, որ ես տեսնում եմ դա ավելի շոուի է վերածում եւ կարծես թե ամեն մեկը փորձում է իրեն համար ինչ որ դրանից ինչ որ դուրսբերումներ անել եւ ինչ անհասկանալի մեկնաբանություններ տալ եւ կոչել 100-ամյա Հոբելյան, անհասկանալի է թե Հոբելյանը ոնց կարող է կապ ունենալ ցեղասպանության հետ։ Կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է մեկ բանաձև ունենա, որը 88 թվականին, 89 թվականին Մովսես Գորգիսյանը ազգային հերոս ասում էր. «Սուկը հավերժ է, եթե պայքար չկա»։ Այսինքն մեր այս միջոցառումների, այս տարվա բոլոր միջոցառումների հիմքում, եթե ոչ խորագրում, ապա հիմքում պետք է ընկած լինի միայն ու միայն այս մտածելակերպը, այս բանաձևը, որը ի վերջո պետք է բերի նրան, որ յուրաքանչյուր հայ մարդ պետք է հասկանա Նժդեյան այն մոտեցումը, ովքեր են Նժդեը ինքն իրեն հարցադրում էր անում, ովքեր են մեղավոր ցեղասպանության մեջ թուրքերը, որ կոտորեցին մեզ, ինչպես ենք մտածում ենք, գերմանացիները, որոնք օգնեցին թուրքերին կոտորելու մեզ, անգլիացիները, որոնք հայտարարեցին, որ իրենց նավերը չեն կարող բարձրանալ Արարատ լեռը, ֆրանսիացիները, որոնք խապեցին եւ չեկան օգնության Կիլիկիային, ռուսները, որոնք իբր օգնության ձեռք մեկնեցին, բայց վերջի պահին ասեցին, որ Հայաստանն իրենց պետք է առանց հայերի, բոլորը բացի մեզնից։ Եվ Նժդեը ասում է, պիտի հասկանանք, որ մեղավոր են ոչ թե բոլորը բացի մեզանից, այլ մեղավոր ենք նախ եւ առաջ մենք, եւ մենք այնքան ենք մեր մասին
վատ մտածում այնքան ենք մեր մասին նսեմ կարծիք կազմել, որ անգամ մեղքի բաժինն էլ տալ անգամ զլանում ենք։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ բոլոր ողբերգությունների հիմքում ընկած է մեր ազգային տկարությունը եւ մեր տիտանական ցավեն պիտի ծնվի նոր սերունդը, հրեղեն այն սերունդը, որը պիտի գա ոչ միայն հային հառնեցնելու փյունիկյան հառնումով վերածնելու մեր ազգը որպես առանձին հոգեվոր եւ ազնվական մի տեսակ, այլ ոչ միայն պիտի հառնեցնի մեր տեսակը եւ վերականգնի այն ազնվական տեսակը, որ կա հայու մեջ իրականում պատմականորեն, այլ նաեւ պիտի կարողանա տալ նոր բացվող հազարամյա խնդիրների լուծումներ եւ հազարամյակների մարտահրավերներին դիմակայող նոր սերունդ արարի։ Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ցեղասպանության 100-ամյակը ընդամենը մեկ հանգրվան է, միգուցե մեկ օր, միգուցե մեկ տարի, որը անպայման պատմության էջը թերթվելու է, բայց խնդիրները մնալու են եւ մնալու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողանում մեր մեջ կամքը, որով մենք կկարողանանք այդ խնդիրները լուծել։ Պիտի ասեմ, որ նոր սերունդը ոչ միայն պիտի լինի այն իրոք տիտանական ցավեն ծնված սերունդը, որը պիտի հրեղեն սերունդ լինի եւ կարողանա բոլոր խնդիրների լուծումը տալ, այլ նաեւ պիտի լինի այն հրեղեն սերունդը, որը պիտի գա մաքրելու նաեւ այն խարանը, որը ստիս հանդիսանում է եղեռնը, որովհետև յուրաքանչյուր ազգ իր դրոշի վրա գրում է հաղթանակներ եւ գրում է իր հերոսների անունները։ Մեր դրոշի վրա գրված է ցեղասպանություն եւ գրված է մորթված ազգ եւ գրված է ապականված կենսագրություն եւ մենք հաճախ այդ դրոշը ճոճում ենք օտար գերտերությունների աչքի առջև, աղերսելով, որպեսզի նրանք ճանաչեն այն, ինչ եղել է իրականում։ Կարծում եմ, որ Նժդեյան այդ բանաձևը ավելի քան ճշգրիտ է, ուզում եք ներել Թուրքին, հաղթեք նախ։ Պետք է զորեղանալ եւ ոչ թե տարով, այլ պետք է զորեղանալ ամեն օր, դառնալ ավելին եւ դառնալ այն ազգը, որի հետ պիտի հաշվի նստեն եւ գերտերությունները եւ ցեղասպան Թուրքիան։ Պարոն Գինոսյան, ձեր համերգի ժամանակ ես հիշում եմ Կարինի Արամ Խաչատրյան համերգասրահում համերգի ժամանակ դուք մի հատ ելույթ ունեցաք, որը դահլիճին ստիպեց ոտքի կանգնել, կխնդրեի, որպեսզի մեր ռադիոլսողների հետ այդ խոսքերով կիսվեք։ Միտեղ հաղթանակներն են, միտեղ պարտություններն են, այդ ծիծեռնակաբերդ ճանապարհը, որ քայլում եք։ Ես կուզեի, որ այս խոսքը նախ եւ առաջ ծիծեռնակաբերդ հուշահամալիրի աշխատողները եւ հատկապես տնօրինությունը լսի, եւ վստահ եմ, որ երբ որ մենք հասնում ենք հուշահամալիրի վերջնական այն ուղին, որը արդեն տանում է այդ խոնարհված քարերի մեջտեղում գտնվող հավերժական կրակը, ցախ կողմում գտնվում է մի պատ, որի վրա գրված են քաղաքների, բնակավայրերի անուններ, որտեղ ամենաշատ եւ ամենամեծ քանակությամբ եւ ամենաողբերգական իրադարձություններն են տեղի ունեցել եւ ամենամեծ քանակությամբ այդ ցեղասպանության սպանդի իրողությունները, իրադարձությունները։ Եվ այդ պատի վրա բազում անունների մեջ առնվազն 3 քառորդ անունների թուրքական անուններ են, հայկական բնակավայրերի։ Եվ ես պիտի կոչ անեի, որ Եղեռնի 100-ամյակին նվիրված ամենակարևոր բանը, որ կար, պետք է նախ եւ առաջ փոխվեն այդ անունները եւ դրանցից ավելի մեծ, եթե անգամ մեկնաբանությունը, որ դա գրված է 15 թվականի պաշտոնական անվանումները տվյալ բնակավայրերի, ապա մենք նման պատ արարելով ընդամենը Թուրքիային ոչ ավել ոչ պակաս տալիս ենք խոսելու տեղ, որ եթե անգամ նման իրադարձություններ եղել են, կոտորածներ եղել են, ապա դա եղել է միայն ու միայն Թուրքիայի տարածքում։ Իսկ մենք պետք է այդտեղ գրենք պատմական հայկական անվանումները բոլոր բնակավայրերի, որպեսզի ապացուցենք եւ թուրքերին եւ աշխարհին, որ նախ եւ առաջ ցեղասպանությունը իրականացվել է մեր հայրենիքում, մեր բնորանում եւ ուղղակի վիրավորականը եւ սրբապղծությունը, երբ որ երեխաների մեծ մասը Դարոյնքը գիտեն որպես թխվածքաբլիթ, երբ որ Եղեռնի հուշարձանի այդ ցախակողմյան պատի վրա գրված է Բայազեդ։ Դարոյնքը այն սուրբ գավառն է, որտեղ գտնվում է Արարատ լեռը, մեր սրբազան լեռը եւ պիտի որ յուրաքանչյուր հայ մարդ 2 տարեկան, թե 1 տարեկան, թե 90 կամ 100-ամյա ծերունին, թե ցեղասպանությունը վերապրած որևէ մեկը, պիտի իմանա, որ Դարոյնքը դա այն գավառն է, որտեղ գտնվում է հենց Արարատ լեռը։ Պիտի ավելին կոչ անեի, որ ցախ պատի դիմաց նաև հառներ աջ պատը,
եւ ինչպես հայկական դիցաբանությամբ ցախորդություն, ողբերգություն, երաշտ, մահ, դրանք բոլորը հանդիսանում են հոմանիշներ, նույն սկզբունքով աճ պատահարներ, որտեղ նաև գրվեին այն քաղաքների ու բնակավայրերի անունները, այն գավառների կամ տեղանքների անունները, որտեղ հայը ոչ թե ցեղասպանվել է, այլ կարողացել է ցեղասպանությունից փրկվել միայն ու միայն պայքարի ոգու շնորհիվ։ Հայը որտեղ կռվեց, եղան հաղթանակներ, եղավ պարտություն, բայց ոչ երբևէ եղար։ Եվ կուզենայի, որ աճ պատը հառնի, որտեղ գրված կլինեն բոլոր այն բնակավայրերի անունները, փառք Աստծո, կան այնքան շատ բնակավայրեր, որտեղ ինքնապաշտպանություն է կազմակերպվել եւ բացի հերոսաբար նահատակված տղաներից, որոնք ֆիդայիներից, ազգի պաշտպաններից, որոնք զոհվել են այդ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ, բացի դրանցից որևէ մեկ զոհ չենք ունեցել եւ ցեղասպանություն տեղի չունեցել եւ Վանի ինքնապաշտպանություն է եղել եւ Ուրֆայի ինքնապաշտպանություն, Սասունի ինքնապաշտպանություն, ի վերջո Մուսալերի մասին, որ ամբողջ աշխարհը Ֆրանս Վերֆելի շնորհիվ գիտի, բոլորը գիտեն Մուսալերան 40 օր է, բայց իրականում 58 օր է տևել եւ ամբողջ մի մեծ տեղանք, որտեղ գտնվել է ամբողջական 6 հայկական գյուղ, ամբողջ այդ տեղանքը 58 օրվա ընթացքում տվել է ընդամենը 18 զոհ։ Այսինքն մենք պետք է այդ ճանապարհը անցնելուց մեր հայացքը մեկ աճ, մեր ձախ թեքելով պիտի հասկանանք, որ վաղվա արհավիրքների դեպքում երկընտրանքի տեղ ունենք, ցեղասպանվել, ինչպես այն մարդիկ, որոնք ցախ կողմի պատի վրա գրված այն տեղանքներում, որոնք առանց ինքնապաշտպանության դիմելու ցեղասպանվեցին եւ խայտառակ մահ ընդունեցին, քան թե ընդունել այն հերոսամարտի պահվածքը եւ թեկուզ նահատակվել, բայց հերոսաբար նահատակվելով փորձել գոնե փրկել իրենց կին երեխաներին, իրենց ապագա սերունդը։ Եվ մենք ունենք սփյուռք նաև միայն ու միայն նրանց շնորհիվ, ովքեր կարողացան նման ինքնապաշտպանություններ կազմակերպել։ Եվ կուզենայի, որ այս պատերը լինեն իրար դեմ հանդիման, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը հասկանա վաղվա գալիք արհավիրքներին իր երկընտրանքի հնարավորությունը եւ ոչ հազար ներողություն եմ խնդրում բոլոր նահատակներից էջ նահատակ չդառնալու իրենց առաքելությունը հասկանան։ Այսօր հայը արդյոք ցեղասպանվող տեսակ է։ Փառք Աստծո, մենք ունենք այսօր այն սերունդը, որը կամաց շտկում է մեջքը եւ ոչ ցեղասպանող է եւ ոչ էլ առավելևս ցեղասպանվող։ Ունենք մի սերունդ, որը վերադարձնում է իր ազնվականությունը եւ հայ մարդու հպարտությունը, հայ լինելու հպարտությունը։ Այս առումով կարծում եմ, որ մենք մտավորականներս շատ ու շատ անելիք ունենք։ Իհարկե, մեկ կամ մի քանի ձուկ, ճահճում, իզորու չեն լինի ամբողջ ճահիճը վերացնել։ Այսինքն շատ կներեք այդ տեսակով օրինակ ծառայելու ձեր քաղաքականությունը, հա, փոխելով հատ առ հատ մետր վրա ազատագրելով, վերահպարտացնելով քաղաքացիներին, մի մասն էլ գտնում է, որ ժամանակը շատ քիչ է եւ փորձում է քաղաքական պայքարի միջոցով ինչ որ փոփոխության հասնել։ Ձեր կարծիքով այնուամենայնիվ առանց քաղաքական փոփոխության հնարավոր է փոխել ինչ որ բան։ Կարծում եմ մի քանի մարդկանցով, որը որակ, բայց ցավոք սերտի այնքան էլ մեծ քանակ չի կազմում, հնարավոր չէ նաև որակական փոփոխություն մտցնել Հայաստանում, սա իմ տեսակետն է եւ վստահ եմ, որ մենք թվաբանական պրոգրեսիայով աճում ենք հիմա, այսինքն ամեն օր, ամեն ամիս մարդկանց կարողանում ենք երիտասարդությանը վերադարձնել իր ազգի, իր տեսակի գիրկը, հարազատեցնել իր տեսակին եւ վերադառնալ ինքնաճանաչման ճանապարհին։ Պիտի ասեմ, որ մենք աշխատում ենք ցավոք սրտի թվաբանական պրոգրեսիայով դեռ, այսինքն անընդհատ գումարվում են մարդիկ, այնինչ մեզ պետք է աշխատել երկրաչափական պրոգրեսիայով, այսինքն մարդկանց թիվը գնալով պետք է աճեցնել բազմապատկման սկզբունքով։ Սա կարծում եմ մեզանից յուրաքանչյուր մտավորականի, ազգային մտածելակերպ, ազգային հոգեկերտվածք ունեցող մտավորականի առաջնահերթ խնդիրը պետք է լինի եւ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ անգամ ոչ թե իրեն սատարող բանակ է պետք ծնել եւ դաստիարակել, այլ նույնիսկ կասեի ավելին իրեն գերազանցող տեսակ է պետք ստեղծել։ Եվ վատն այն ուսուցիչը, ով չի կարողանում դաստիարակել
իրենից ավելի զորեղ տեսակ։ Եվ եթե մենք զորենք եւ կարողանանք այդ ճանապարհը անցնել եւ կարողանալ թվաբանական պրոգրեսիան վերածել երկրաչափական պրոգրեսիայի, ապա մենք կդառնանք այն ազգը, որի հետ պիտի հաշվի նստեն աշխարհի բոլոր գերտերությունները։ Սա հավակնոտ հայտարարություն չէ, այլ միայն ու միայն այն, որ իմ ընդունած որթեգրած սկզբունքով ես կգերադասեի փոքր մետաղյա լի գունդ լինել, որից ասեղն ինքն է վախենում, քան լինել շատ մեծ փուչիկ, որը ինքը ասեղից է վախենում։ Երբ վախը մտավ մեր մեջի, դուք խոսում եք, ես այդ ընթացքում փորձում եի վերհիշել այն վախերը, որ քաղաքաч, գիտեմ, ուսուցչուհին ունի տնօրենից, տնօրենը կրթության, գիտության նախարարության այս կամ այն չինովնիկից, նա նախարարից, սա իր կուսակցության մյուս գոլեգաներից, այսպես հասնում է մինչև նախագահը Պուտինից, այս շղթան, վախի շղթան, հա, եւ վերջի վերջո Գյումրիում տեղի ունեցածը չեմ ցանկանում որ քաղաքակացնեն կամ մի այլ բան, բայց երբ լսում ես գյումրեցի քաղաքական գործիչների, սա առաջի դեպքը չէր, երբ ռուս զինվորները նման կերպ էին վարվում, կարա ռուսի տեղը մեկ այլ լիներ։ Ուրիշ ժամանակ եթե նման բան լիներ, կարող ամբողջ գյուղացիներով հավաքվեին, այդ զինվորինել, այդ ամբողջ զորամասնել պատժեին ու զորամասի զինվորները իրենք վախենային, բայց թեկուզ մանր ինչ-որ փոքրիկ բաներ, բայց անընդհատ լսում ես դեպքեր կրակեց, խփեց, մեքենայով վրաերթի ենթարկեց, այսինքն ինչու մենք դարձանք վախկոտ։ Վախի կենսագրությունը։ Վստահ եմ, որ մեր վախի, մեր մի մասի, մի հատվածի վախի կենսագրությունը բավականին երկար ճանապարհ ունի եւ դա մի քանի դարերի պատմություն է եւ պատահական չէր Նժդեի աշխատությունը, որ կոչում էր որդիների պայքարը հայրերի դեմ։ Եվ մեր մտավորականության առաջնային խնդիրը հենց նոր սերնդի մեջ դասիրակել վախից ձերբազատված մի սերունդ, որը նախ եւ առաջ արժանապատվությամբ դաստիարակված սերունդ կլինի, որի համար գերական կլինի սեփական տեսակի արժանապատվությունը։ Այս տեսանկյունից վստահ եմ, որ մենք շատ մեծ անելիք ունենք եւ այդ վախի շղթան պիտի կտրվի այնտեղ, որտեղ Նժդեը ասում է, եւ եթե դու չես եւ պիտի չլինես այն փրկարար սերունդը, ապա հային մնում է մի հատիկ ճանապարհ դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը։ Պատմության մեջ կան ժամանակներ, երբ որ որդիները, որոնք իմա պիտի դաստիարակվողները լինեին, ակամա պիտի հանդիսանան դաստիարակիչները իրենց դաստիարակների, այսինքն իրենց ծնողների, մի օր պիտի որդիները ըմբոստանան հայրերի դեմ եւ ասեն բավական է ստրկամտությանը, բավական է այդ վախին եւ մենք ուզում ենք որպես արժանապատիվ տեսակ լինել եւ մենք ուզում ենք արժանապատվորեն ապրել։ Դա մեկ օրում կատարվող էվոլյուցիոն ընթացք չէ եւ խնդիրն այն է, որ դա նաեւ ռևոլյուցիայով, այսինքն հեղաշրջումով լուծվող տեսակ չէ։ Դա վստահ եմ, որ երկարատև աշխատանք է։ Ես կուզենայի, որ մեր հետագա հաղորդումներից մեկը կամ երկուսը նվիրված լինի Կոստան Զարյանին եւ այս միտքը նորից այն ժամանակ կհնչեցնենք մեր մեծագույն մտածողներից մեկի մտքերը, բայց կուզենայի մի փոքրիկ հատված իր ասածից հիմա մեջ բերեմ հենց այս թեմայի շուրջ։ Մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է։ Մեր ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է, նրա մտավոր վեհության եւ մեծության մեջ, ինչ որ առաջ կարելի է բերել շատ երկար, շատ դժվարին աշխատանքով։ Հենց այստեղ է, որ մտավորականության աշխատանքը շատ ակնառու անհրաժեշտ է եւ որևէ մեկը չպետք է կարծի, որ դա մեկ օրում կամ մեկ տարում լուծվող խնդիր է։ Եվ այդ վախը մեր մեջից հանել եւ ամեն նոր եկող սերնդի հետ ավելի անվախ, ավելի հպարտ, ավելի արժանապատիվ սերունդ դաստիարակելը, դա կարելի ասել նույնիսկ տասնամյակների խնդիր է եւ հիասթափվել, որ վայ, այսքան չարչարվեցինք, այս մեկ տարին այսպես աշխատեցինք ու ոչինչ չստացանք, ոչ մի արդյունք։ Այդ մեկ տարվա մեջ նույնիսկ եթե ոչ մի արդյունք չստացանք, ստացանք մեր փորձառությունը, որ եկող տարի ավելի հմտորեն այդ աշխատանքը իրականացնենք։ Եվ պետք չէ սպասել, որ մեկ օրում մենք մեր ազգը պետք է հոգեփոխվի, շատ դժվարին երկարատև աշխատանք է։ Եվ պիտի նաեւ այս միտքը հատկապես կարդամ, հայ ազգը պետք ունի թե զենքով կռվող հերոսների եւ թե մանավանդ մտավոր ազնվական դասի
այն, որ ես անվանում եմ արարածյան մարդ։ Այ հատկապես մտավոր, բայց ազնվական դասի, որտեղ մտավոր մարդը, որը մտածում է, մտավոր աշխատանք է կատարում, բայց իր մեջ չի պարփակում հայ ազնվականության խորհրդանիշերը, ինքը չի կարող պիտանի լինել հայ ազգի համար։ Հակառակը վտանգի ժամանակ, խառը ժամանակներում նույն այդ մարդիկ նույնիսկ կարող են վտանգավոր լինել ազգի համար, այն մտավոր տեսակը, որը իր մեջ հայ ազնվականությունը չի կրում եւ ազգային դաստիարակություն չունի եւ ազգային հոգեկերտվածք չունի։ Նրանք շատ ավելի վատ եւ վտանգավոր են, քան թե սովորական տգետ մարդը, որը ուղղակի իր գաղափարով իզորու չէ լուրջ վնասներ տալ ազգին։ Իսկ այն մտավորականները, մտավոր մարդիկ, չասենք մտավորական, որտեղ ինձ համար մտավորականը նաեւ իր ազգի խիղճն է։ Իսկ իրականում այդ մտավոր մարդիկ, որոնք ազգային հոգեկերտվածք չունեն, իրենք կարող են վտանգի ժամանակ ամենամեծ վտանգը դառնալ մեր ազգի համար։ Պարոն Գինոսյան, քանի որ տարվա տեսլականի մասն էինք խոսում, բայց մեր քաղաքացիները բոլորը կարծես այս Գյումրու դեպքերի հետ կապված հուզված են, տարբեր մեկնաբանություններ են հնչում, ինձ թվում է ճիշտ կլիներ, եթե դուք էլ փորձեիք մեր քաղաքացիներին ինչ-որ ձևով ուղղորդել, հա, այսինքն մարդիկ իրոք անգամ իրենք են գրում, չգիտես ինչ մտածես, ինչպես վարվես եւ այսպես խառնաշփոթ է ստեղծվում, հա։ Ձեր կարծիքով ճիշտ է արդյոք մեկ ռուսի պահվածքը վերագրել ամբողջ ռուս ժողովրդին եւ պահանջել, որպեսզի ռուսական բազան այնտեղից դուրս գա, չէ՞ որ հանուն արդարության պետք է նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է խնդրել, որպեսզի ռուսները այդ բազան Արցախյան ազատամարտից հետո Հայաստանում թողնեն։ Ձեր կարծիքով, այսինքն, արդյոք սա այդ պատճառն է։ Չեմ ասում, որ պետք չի բազայի հետ կապված սթափ վերաբերմունք ունենալ, բայց արդյոք ճիշտ է նման մոտեցումը, այսինքն այդ։ Ուզում եմ իմ խորին հարգանքը եւ ցավը արտահայտել զոհվածներին եւ զոհվածների հարազատներին եւ առողջություն մաղթել այն փոքրիկին, որի կյանքը դեռևս վտանգի մեջ է, բայց առանց նսեմացնելու այդ ցավը, փոքրացնելու անգամ, պիտի ասեմ, որ անգամ նման իրադարձությունը չէ, որ պիտի լուծում տա ռազմական բազային։ Այսինքն դա շատ ավելի գլոբալ խնդիր է, դա ազգային խնդիր է եւ ես այնպես չէ, որ կողմ եմ ռազմաբազային եւ այնպես չէ, որ դեմ եմ։ Ես իմ փոքրիկ աշտարակից, որը ոչ մի պետական լծակ չի իր մեջ ներառում, շատ վատ եմ պատկերացնում եւ ես չեմ պատկերացնում նաեւ ներքին խոհանոցը ինչի համար է մեր պետականությունը կողմ այդ ռազմաբազային եւ այս իմ փոքրիկ աշտարակից, իմ տեսադաշտից չեմ ուզում որևէ դրական կամ բացասական միտք արտահայտեմ այդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին թե ոչ։ Եվ կուզենայի, որ այդ ուղղակի հուզմունքի ալիքի վրա որևէ լուծում ոչ միայն չլինի, այլ նաև կարծիք չհայտնվի որևէ լուծման։ Ինչ վերաբերում է այդ մարդուն, ինչ-որ մեկը առաջարկել էր կայքեջերից մեկում ինչ-որ մեկը գրել էր, ոնց մեր նախկին ազատամարտիկին Ռուսաստանում կանացի խալաթ էին հագցրել դատավարության ժամանակ, մենք էլ բերեք իրեն կանացի ներքնաշորեր հագցնենք։ Ես վստահ եմ, որ պետք չի իջնել գազանի մակարդակին, որովհետև մենք այդ մի պահվածքով նաև մեր ամբողջ ազգը կիջեցնենք այդ նույն մակարդակին։ Եվ այստեղ է, որ պետք է վեհանձն լինել, միգուցե շատ դաժան, բայց վեհանձն։ Այսինքն ճղճիմանալ, մանրանալ այն աստիճանի, որ սկսել ինչ-որ մանրապճեղ որոշումներ կայացնել, միգուցե եւ ավելի լավ էր գնդակարել այդ տղային, ուղղակի վեհանձն ձևով այդ հարցը լուծել, քան փորձել ինչ-որ նսեմացման, ինչ-որ եզրեր գտնել, որտեվ նսեմացնողը ավելի նսեմ է, որը փորձում է մարդկային արժանապատվությունը նսեմացնել։ Ով փորձում է լուծումը տալ հոգևոր նսեմացման հաշվին, ով փորձում է լուծում տալ ինչ-որ գազանությունների հաշվին, առաջինը ինքը գազանի է վերածվելու։ Եվ այդ տղան իր պատիժը ստանալու է թե ոչ, ինքը մահվան դատավճռի է ենթարկվելու թե ոչ, այդ մեկ ռուսով Ռուսաստանը ոչինչ չի ստանա, ոչ մի բան Ռուսաստանում առանձնապես չի փոխվի, բայց այն որոշումը եւ այն որոշման հանրահռչակումը եւ պես ասենք տարածումը մեր ժողովրդի մեջ կարող է շատ լրջորեն վնասել մեր կերտվածքին, մեր հոգեվիճակին։ Դրա համար կարծում եմ, որ հենց այստեղ է, որ հայի ազնվական կերպարը պիտի լինի ավելի բարձր եւ անգամ այդ մարդու հետ պետք է չլինի կռիվը մեր, եւ հակառակը, եթե լուրջ պահանջներ ունենք
դա արդեն պետականության խնդիր է եւ պետությունների միջև լուծվող խնդիր է։ Դե ինչ էր Լևոն Տեր-Պետրոսյանը խնդրում, որպեսզի ռուսական ռազմաբազան մնա, դա իր տեսլականն է, ես կարծում եմ, որ գոնե խնդրել պետք չէր։ Եթե անգամ դա պետք է լիներ, ապա կարծում եմ, որ ինչքան պետք է հային, դրանից առավել պետք է ռուսին այդ ռազմաբազան այստեղ, եւ այս դեպքում պիտի որ ռուսը խնդրեր եւ դրա դիմաց Հայաստանը լուրջ հատուցում պետք է ստանար եւ տնտեսական եւ ռազմական։ Ինչ որ որոշ դեպքերում միգուցե եւ ինչ որ բաներում մենք տեղյակ չենք, բայց կարծում եմ, որ ինչ որ բաներում ամեն դեպքում Ռուսաստանը թերանում է։ Այս առումով կուզենայի, որ ամեն դեպքում սարոյանական այն մոտեցումը փնտրիր ամենտեղ բարին, որտեղ էլ որ այն ծվարած լինի եւ իր թաքստոցից հանիր եւ ուշ տուր, որ նա չվախենա, բայց եթե երբևէ կգաս ժամանակը սպանելու, սպանիր եւ մի զղջա։ Սպանիր առանց երկնչելու, առանց մտածելու։ Կարծում եմ այս դեպքում էլ պետք է աշխատի սարոյանական այս բանաձևը, որ պետք չի մարդուն նսեմացնելու ճանապարհով փորձել սեփական հոգեվոր ցածրության խնդիրներ լուծել։ Պետք է ուղղակի, եթե դրա կարիք կա եւ դա է դատավճիռը, ավելի ճիշտ է վեհանձնորեն գնդակարել ուղղակի, քան թե ընդհանրապես մարդ տեսակը ցածրացնել։ Իհարկե մենք կարող ենք ասել, որ դա մարդ տեսակ չէ եւ այդ մարդը մարդուն բնորոշ ոչ մի արարք չունի։ Ես չեմ կարող հասկանալ այս սպանդի դրդապատճառները, որովհետեւ բավականին երկար ապրելով այս երկրի վրա եւ բավականին տարատեսակ մարդկանց տեսնելով հանդերձ եւ պատերազմ անցնելով հանդերձ եւ ռազմագերիների հետ շփվելով հանդերձ վստահ եմ, որ մենք չգիտենք բուն պատճառը եւ որևէ մեկը, որը մարդ չի սպանել մինչ այդ, որը չի տեսել արյուն, որը սառնասրտությամբ արդեն մարդ սպանելու եւ արյունը տեսնելու փորձառությունը չունի, չի կարող այդքան դաժան սառնասրտությամբ 1 հոգու, 2 հոգու, 6 հոգու գնդակարել եւ նաեւ երեխային վնասել 7-րդ անձին։ Այսինքն չեմ կարծում, որ մարդը ինչքան էլ գազան լինի, ինքը պետք է սթափվեր։ Մենք ինչ որ մի բան չգիտենք այս պատմության մեջ, կամ այդ տղան մենակ չի եղել, կամ ընդհանրապես այդ տղայի հետ կապ չունի, կամ ուղղակի այդ մարդը հնարավոր չէ, որ նախկինում նման գործողություններ արած չլիներ, եթե անգամ ինքը մենակ է եղել։ Եվ այստեղ է որ հարց պետք է դրվի, որ եթե ռուսական ռազմաբազա կա, ապա այնտեղ պետք է հստակ ընտրություն կատարվի եւ լրջագույն հոգեբանական եւ ազգային, այսինքն պետք է աշխատի մի մաղ, որտեղ պետք է հանձնեն այն զինվորականները, որոնք ոչ միայն հակահայկական ոչ մի բան չունեն, հակամարտկային կերպարանք չունեն, նախկին դատվատություն չունեն եւ այլ ինչ որ բաներ, այլ հակառակը հայամետ գործունեությամբ են ավելի ճանաչված հանրության մեջ իրենց պահվածքով եւ այլն, այսինքն այստեղ է որ պետք է այս ողբերգությունից բխի նոր լուծում, թե ինչպիսի կերպարանք պիտի ստանա վաղվա ռազմաբազան ռուսական, եթե նա պետք է շարունակի մնալ։ Դուք լսեցիք Հայու տեսակը, Գագիկ Գինոսյանի հեղինակային հաղորդումը լրատվական ռադիոյի եթերում։ Հաշված րոպեներ անց դարձյալ լուրեր այն մասին, թե ինչ էր տեղի ունենում երկրում եւ աշխարհում այն ընթացքում, երբ դուք լսում եք այս հաղորդումը։ Լրատվական ռադիո FM 106.5